վերաբերության առումով էլ բնականաբար պետք է նշի ամեն ինչը, իսկ այն ինչ որ վերաբերվում է արդյոք դա արդարացնող է, թե ոչ արդարացնող, թույլ տվեք սա մրցակցային սկզբունքով դատարանը արդեն որոշի։ Արդյոք այդ ապացույցները վերդիկտ կայացնելու համար բավարար են, թե անբավարար։ Եվ անօգ եղեք այդ մասով, ես նորից եմ ասում ձեզ, եւ սա այն բառերը չեն, որ դատարանը հենց այնպես պետք է այսպես ասի ու ասի։ Չհիմնավորվեց, վերդիկտ չի կայացվել այդ մասով։ Հիմնավորվեց, նայած ինչով բնականաբար վերդիկտ կայացվել։ Սա, եթե մեղադրանքի կողմը գտնում է, որ ի վնաս մեղադրյալ է, իսկ պաշտպանական կողմը գտնում է, որ ապացույցներից որոշը ի օգուտ մեղադրյալ են, նորից եմ կրկնում, յուրաքանչյուրդ հանդես գալու իրավունք ունեք, ապացույցները հետազոտելիս բնականաբար կողմն է ներկայացնելու այն ապացույցը, որով որ գտնում է, որ սա մեղադրական բնույթի է կամ պաշտպանական բնույթի ապացույց է, այսինքն կողմի ներկայացրած ապացույցը ինքն է ներկայացնելու, այդ պարտականությունը դրվել է կողմի վրա, իսկ դատարանը կողմերից կարծիքը լսելուց վերջնական որոշում արդեն կայացնի առանցին սենյակում եւ վերդիկտ կայացնելուց եւ հետագայում նաեւ։ Սա անօգ եղեք, նորից եմ կրկնում, սա չի նշանակում, որ եթե չկա ապացույց կամ եթե ասվում է S կամ մյուսը, ուրեմն հենց այդպես էլ պետք է լինի, չէ, այդպես չի։ Եվ մյուսը հաջորդը վարորդի մասնակիցները զրկված չեն նաև ապացույցների ծավալը, այն ծավալը, որը կներկայացվի ապացույցների ծավալի լրացում կատարելու հետագա քրեական վարորդի հիմնական դատալսումների փուլում, սա պետք էլ չի, որ ես ձեզ ասեմ, դուք ինքներդ քաջատեղյակ եք եւ ձեր մտահոգությունները ես չեմ կարծում, որ հիմնավոր են։ Մենք թույլ կտանք ուղղակի մեղադրանքի կողմին ներկայացնի այնքանով, որքանով մեղադրանքի կողմը գտնում է, որ կոնկրետ մեղադրյալներին կամ մեղադրյալին վերաբերելի է եւ դրանով հնարավոր է վերդիկտ կայացվի։ Եվ նորից եմ կոչանում վարորդի մասնակիցներին բղավելու կամ առավել եւս որևէ մեկին դա կլինի մեղադրանքի կողմ, թե պաշտպանական կողմ վիրավորելու անհրաժեշտություն ոչ թե չկա, այլ դատարանը թույլ չի տա։ Եվ չեմ ցանկանում, որ այդ պատճառով դատական նիստը հետաձգվի։ Ես նորից եմ կոչանում վարորդի մասնակիցներին դարձավորել մեկը մյուսի նկատմամբ հարգանք եւ կոռեկտ վերաբերմունք։ Պատվարժան դատարան, ամենայն հարգանքով ձեր դիրքորոշման հետ թույլ տվեք չհամաձայնել, որովհետև մի կարևոր հանգամանք էլի, դուք ինչ եք ասում եք, որ եկեք բոլորդ ներկայացրեք, բոլորիդ լսված լինելու իրավունքը կապահովվի, ես առանձին, այսինքն դատարանն առանձին խորհրդակցական սենյակում գնահատման առարկա կդարձնի, այս ապացույցը խորհրդակցական սենյակ չկա, առանձին սենյակ է։ Առանձին սենյակ, էական չի բովանդակություն դրանից չի փոխվում, բայց Եվ քրեական դատավարության օրենսգիրքը եւ քրեական դատավարության տրամաբանությունը, գործերի քննության բանավոր ընթացակարգը, գործերի հրապարակայնությունը, այս ամեն ինչը միտված է մի հանգամանքի, որպեսզի այդ արդարադատությունը, այն վերդիկտը, որ դուք պետք է կայացվեք, նաեւ հանրության համար կանխատեսելի լինի։ Հանրությունը, դատավարության մասնակիցները հասկանան այն ընթացքը, որով կայացվեց այդ մեղադրական դատավճիռը, այսպես ասեմ, էլի անակնկալ կամ լոտոյի պես շահելով չլինի, որ տեսնենք այս ապացույցը պետք կլինի, թե այնպես։ Ընդհատում եմ ես ձեզ, նստեք։ Դուք այստեղ նախապես մի որոշեք մեղադրական դատավճիռ, թե արդարացման դատավճիռ։ Այդ լիազորությունը դատարանն է տված։ Ես մեկ բառով ընդամենը ասեցի անօգ եղեք, եւ դա քիչ բառ չէ։ Ներողություն եմ խնդրում, բայց անհոգությունը դատավարական կատեգորիա չի։ Օրենքը պահանջում է, որ հանրությունն էլ հասկանա, թե որ ապացույցի հիմա Լիդիայի նոթատեսները ո՞նց են վերագրելի, այս մյուս մարդկանց ես չեմ հասկանում։
խնդրեմ։ Հարգելի դատարանության մասնակիցներ, դատարանը ստիպված է սահմանափակելու պաշտպանական կողմի բանը, որովհետև այսպես անվերջ մենք կարող ենք բանավիճել եւ նման ձևը անընդունելի է դատարանի կողմից։ Ինչ եք ցույց։ Պատվարժան դատարան իմ միջնորդությունը այլ բանի հետ է կապված, պարզապես Հարգելի պաշտպան, ձեր գործերը այնպես կարգավորեք, քանի որ պաշտպան մեկ այլ պաշտպան կա, դրա համար եմ այս բանանում, կարող եք գնալ հետայսու գործերը այնպես կազմակերպեք, որպեսզի դատական նիստին նշանակված այլ գործերով ծանրաբերված չնեք, առավել եւս, երբ որ դուք տեղյակ եք, քաջատ տեղյակ եք յուրաքանչյուրի 5 օրվա հետ կապված։ Բարի։ Եթե արտարոց ինչ որ շատ հրատապ բան կա, խնդրեմ։